Նախ սկսեմ վերջից։ Դժբախտաբար մեր մանևրելու հնարավորությունները քանի գնում փոքրանում են։ Ցավոք սրտի արդեն բավականին փոքրանում են եւ ինչպիսի իշխանություններ լինի, արդեն կատարված են այնպիսի քայլեր, որ շատ դժվար կլինի վերադառնալ մեր այն դիրքերին, որ մենք ունեինք, ասենք 2000 թվականից առաջ։ Ինչու եմ ես այս թվականն ասում։ Որովհետեւ երկու կոնկրետ շատ ցավալի, անդառնալի սխալ են գործել մեր իշխանությունները։ Երկու։ Առաջինը այն էր, որ Ռոբերտ Քոչարյանը Արկադի Ղուկասյանի լուր համաձայնությամբ կամ լիակատար համաձայնությամբ Ղարաբաղը դուրս դրեց բանակցությունների գործընթացից եւ սկսեց պաշտոնապես խոսել Ղարաբաղի անունից։ Սրանից ավելի մեծ նվեր միջազգային հանրությանը եւ հատկապես Ադրբեջանին Ռոբերտ Քոչարյանը չէր կարող անել։ Ադրբեջանի ամբողջ պայքարը 90-ական թվականների Մինսկի խմբի շրջանակներում եղել է այն, որ Ղարաբաղը դուրս դրվի բանակցությունների գործընթացից։ Երբ որ դա չհաջողվեց, փորձեցին դա ինչ որ ձևով նսեմացնել, բերելով նաև Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ներկայացուցիչներին, մի երկու նիստի Բահմանով անունով մեկը կար, եկավ փորձեց Մոսկվայում մասնակցել, բայց մենք մեր պնդումներից հետո նա արդեն դուրս դրվեց։ Գալիս նստում էր միջանցքում, բանակցություններին չէր մասնակցում։ Իսկ Բուդապեշտի գագաթնաժողովում արդեն հաղթական պատերազմից հետո աշխարհը մեզ հետ հաշվի նստեց։ Արդեն տեսան, որ այլևս Ադրբեջանը ի վիճակի չէ ռազմական ճանապարհով այդ հարցը լուծել։ Միջազգային հանրությունը ընդունեց Ղարաբաղին որպես հակամարտության լիարժեք կողմ։ Գիտեք ինչ, սրա արժեքներն են ուզում ցածրացնել կամ փորձում են խեղաթյուրել այս բանի բովանդակությունը։ Անկամ ամենաբարձր մակարդակով Ռոբերտ Քոչարյան, չգիտեմ, Բակո Սահակյան, այդ հակամարտության կողմի կարգավիճակը փորձելով հավասարեցնել բանակցությունների մասնակցի կարգավիճակին։ Այդպես չի։ Հակամարտության կողմը դա լիարժեք մանդատ էր։ Ինչ էր դա նշանակում։ Կար հակամարտության 3 կողմ։ Լիարժեք եւ իրավահավասար կողմ։ Այսինքն ցանկացած կարգավորման ծրագիր, երբ ներկայացվում էր բոլոր 3 կողմերին։ Եվ յուրաքանչյուր կողմը վետոյի իրավունք ուներ։ Վերջին անգամ Ղարաբաղին, Ադրբեջանին եւ Հայաստանին ներկայացվել է ընդհանուր պետություն կոչվող ծրագիրը 98 թվականին։ Դա վերջինն էր։ Դրանից հետո բոլոր ծրագրերը, Քիվեստ, չգիտեմ, դրանից հետո եղան Պրագյան գործընթաց, հետո Մադրիդյան սկզբունքներ, այլևս Ղարաբաղը գոյություն չունի։ Այդ ծրագրերը ներկայացվում են Հայաստանին եւ Ադրբեջանին։ Ուրեմն հիմա մենք ինչ ունենք։ Հայ դիվանագիտության ամենամեծ նվաճումը Ռոբերտ Քոչարյանը եւ Արկադի Ղուկասյանը ոչնչացրին։ Եվ դրա հետևանքները մենք այսօր տեսնում ենք։ Հիմա դրված է կարգավորման Մադրիդյան սկզբունքներ կոչվող փաստաթուղթը։ Նորից Հայաստանը եւ Ադրբեջանը սկզբունքորեն հայտարարում են, որ սկզբունքորեն համաձայն են այդ ծրագրին։ Ղարաբաղ չկա։ Ղարաբաղ գոյություն չունի, նրա ձայնը մենք չենք տեսնում, չենք լսում։ Դեռևս չի ստորագրված համաձայնությունը, չի պաշտոնականացված Ադրբեջանի, որովհետև դեռ սկզբունքների շուրջ տարաձայնություններ կան։ Բայց ես վստահ եմ, միջազգային ճնշումների հետևանքով դա անելու են։ Ղարաբաղը նորից դուրս է մնալու։ Հիմա ինչ է այս Մադրիդյան սկզբունքները։ Որևէ մեկը փորձել է հասկանալ դա։ Լսեք, դա նույն Լիսաբոնյան բանաձևն է։ Նույն, բացարձակապես, ոչ մի տարբերություն չկա։ Խոսում են իբր թե իրենց նվաճումն է, որ ինքնորոշման սկզբունքը առաջին անգամ մտել է Մադրիդյան սկզբունքների մեջ, այդպես չի։ Լիսաբոնում էլ այդ սկզբունքը կար, դրված էր։ Կա այդ բանաձևի նախագիծը կա, որի վրա ես վետո դրեցի։ Ադրբեջանի տարածքային ամբողջականություն եւ այդ շրջանակում Ղարաբաղի ինքնորոշման իրավունք գրված է Լիսաբոնի։ Նույնը այսօր է։ Այսօր է գրված է Ադրբեջանի տարածքային, ուրեմն երկու սկզբունքների հիման վրա պիտի լուծվի Ղարաբաղի հարցը, Ղարաբաղյան կարգավորումը։
Ադրբեջանի տարածքային ամբողջականության եւ Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի վրա։ Սա ինչ է նշանակում, որևէ դատող մարդ, դրամաբանող մարդ ինչ կարող է դրա տակ հասկանալ։ Ինչպես կարող են այս երկու սկզբունքները համատեղելի լինել։ Եթե տարածքային ամբողջականություն է, իսկ դրա կողք գտնում ես նաեւ ինքնորոշման իրավունք, դա նշանակում է ինքնորոշում Ադրբեջանի տարածքային ամբողջականության սահմաններում։ Ուրիշ ոչինչ, թող չխաբեն ժողովրդին։ Սա ինչու է արված։ Սա ընդամենը դիվանագիտական հնարք է բանակցությունները հեշտացնելու համար, որպեսզի եւ Ադրբեջանը եւ Հայաստանը դեմքը փրկելու հնարավորություն ունենան եւ փաստարկ ունենան խոսելու ամեն մեկը իր սեփական ժողովրդի հետ։ Ադրբեջանը եւ եթե նայեք այդպես էլ ասում են, Ադրբեջանը խոսում է միայն մեկ սկզբունքի մասին, իր ժողովրդին, տեսեք, տարածքային ամբողջականությունը հարգվում է Ադրբեջանի։ Հայաստանն էլ Սերժ Սարգսյանն էլ վերջերս ասեց, տեսեք, մենք ինքնորոշման սկզբունքը գրված է եւ վերջ։ Յուրաքանչյուրին այսպես յուրաքանչյուր նախագահի հնարավորություն են տալիս խաբել սեփական ժողովրդին։ Եվ իբր թե Ղարաբաղի հարցը պիտի լուծվի հանրաքվեի միջոցով։ Հիմա տեսնենք ինչ է այդ հանրաքվեն։ Հանրաքվեն ընդամենը մի գաղափար էր, որ նշված էր այդ փաստաթղթ սկզբունքներին վերաբերող փաստաթղթում առանց բովանդակության։ Բացարձակապես որևէ բովանդակություն չուներ։ Իսկ երբ պետք է տեղի ունենա այդ հանրաքվեն։ Ով պետք է անցկացնի այդ հանրաքվեն, ով պետք է կազմակերպի։ Ադրբեջանը, Ղարաբաղը, Հայաստանը, ՄԱԿ-ը, չգիտեմ, ԵԱՀԿ-ն ով է կազմակերպելու։ Ինչ հարց պետք է դրվի հանրաքվեի։ Ինչպիսի իրավական հետևանքներ պիտի ունենա այդ հանրաքվեն։ Չկա, դա տարկ մի բառ, ավելին այդ սկզբնական հանրաքվե բառից էլ հրաժարվեցին։ Հիմա խոսվում է ժողովրդական հարցում, չգիտեմ, պլեբիսցիտ, այսպիսի տերմինների մասին ավելի են դատարկում իրավական բովանդակությունից։ Սա իրողություն է արդեն։ Եվ սա անշրջելի իրողություն է։ Մադրիդյան սկզբունքները դրված են եւ դրանից յետ միջազգային հանրությունը եւ միջնորդ պետությունները կամ համանախագահ պետությունները յետ չեն գնա։ Հիմա ցանկացած իշխանություն պետք է հաշվի նստի այս իրողության հետ։ Սերժն է, չգիտեմ, հետո մենք կլինենք, ով կլինի, դաշնակները կլինեն, ժառանգությունը, ով լինի այս իրողության հետ պիտի հաշվի նստի, չի կարող դրա։ Մեր մոտեցումը հետեւյալն է, քանի որ սա է իրողությունը, մենք պետք է աշխատենք հասնել այն բանին, որ գոնե այս սկզբունքներում ամրապնդվեն կամ այսօր եւ այդ արձանագրվեն հետեւյալ 3 պահանջները։ Առաջին այս սկզբունքները կամ մեծ համաձայնագիրը պետք է կողմերի հետ Ադրբեջանի եւ Հայաստանի հետ հավասարապես ստորագրի նաեւ Լեռնային Ղարաբաղը։ Սա առաջին պայմանն է։ Երկրորդ, պետք է ճշտվեն հանրաքվեի բոլոր պայմանները, այն հարցերը, որոնք ես քիչ առաջ նշեցի։ Այլապես դա լինում է միայն դատարկ բառ, դատարկ խոսք։ Եվ երրորդ, մինչև տարածքների վերադարձը, ինչ որ տարածքների վերադարձ, մինչև անգամ Ղարաբաղի կարգավիճակի ճշտումը պետք է ճշտված լինի Լաչինի, Միջանցքի կարգավիճակը։ Ահա այս 3 պահանջներն են։ Սա է, որ հնարավոր է, գուցե եւ հնարավոր է դեռևս այս փոփոխություններին հասնել։ Բայց դրա համար Հայաստանը պետք է ուժեղ երկիր լինի։ Այսպիսի վիճակում գտնվող երկիրը գող, ավազակ, ոչ լեգիտիմ, ոչ օրինակարգ իշխանությունը չի կարող որևէ բան պնդել։ Ես ինչու կարողացա վետո դնել Լիսաբոնում, որտեղ այդպիսի վախ չունեի։ Ոչ ոք մեզ չէր կարող մեղադրել կոռուպցիայի մեջ, անազնվության մեջ, ոչ լեգիտիմության, այդպիսի բան չի եղել։